Պարոն Մովսիսյան, դուք նիստի ժամանակ, երբ որ հարցրեց Լիլիթ Գալստյանը հարցնում էր Հովանավանքի կեղծ պատարագը, ինչի կեղծ, նախ ասեմ, որ ես երբ որ ասում եմ Մայրաթոռի նկատմամբ, Մայրաթոռը այդ ամեն ինչը համարել է սրբապղծություն, կեղծ, քանի որ Կարկալույց Քահանայանում պատարագը վարչապետը այդ պատարագին մասնակցում է ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ, չէ, միշտ ասում է, որ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եկեղեցին եմ պաշտպանում, այդ պատարագին էլ այդպես գնացել։ Ինչու է որոշվել, որ հենց դա պետք է ուղիղ հեռարձակել, չէ, որ դա ոչ թե պաշտոնական, այսպես մեծ արարողություն է, այլ հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդներից մեկի մասնակցությամբ պատարագ։ Օրինակ, դուք ինչու եք որոշել, որ դա հարկատուների հաշվին ուղիղ հեռարձակեք։ Դուք այս հարցին պատասխանեք ու խնդրում եմ։ Շատ լավ, ես ձեզ ուրիշ հարց տամ, իսկ ինչու են մյուս բոլոր լրատվամիջոցները որոշել դա լուսաբանել։ Ես այդ հարցին կպատասխանեմ, որովհետև իրադարձություն է, որը որ հետաքրքիր է հանրությանը, եւ լրատվամիջոցները որոշել են դա լուսաբանել, այդ թվում նաև ուղիղ եթերում եւ հանրայինն էլ լուսաբանել։ Ես իրականում Կիրակի օրը տեսա ինչ որ զարմանք, այսօր էլ խոսեցինք այդ մասին, այստեղ ես զարմանում եմ ընդհանրապես ինչ կա այդտեղ զարմանալու։ Այսինքն եթե իրադարձություն է լինում եւ լրատվամիջոցը լուսաբանում է եւ այս դեպքում հանրային հեռուստաընկերությունն է լուսաբանում, ինչ կա այդտեղ զարմանալու։ Չէ, տեսակ ավարտեմ, շատ լավ։ Հաջորդը պատասխանեք, թե ինչու ավարտեմ հաջորդը կպատասխանեմ։ Ավարտեմ հաջորդը պատասխանեմ, հա։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք ինչու է այս լրատվամիջոցը այս դեպքում հանրայինը, որը կարող ենք իհարկե հարցնել լուսաբանում, պետք է ունենա ինչ որ տենց հարցը պետք է շարունակություն ունենա։ Ի վերջո իսկ ինչի չի կարող լուսաբանել հանրայինը, ինչի չի կարող հանրայինի լուրերը լրատվական ծառայությունը YouTube-յան էջում ուղիղ եթերը հեռարձակել, երբ որ այդ օրը կարծեմ տասնյակից ավելի, ես գոնե սիրողական նայեցի, տասնյակից ավելի լրատվամիջոցներ ուղիղ եթերում լուսաբանում են, ինչ կար զարմանալու։ Պատճառը այն է, որ Էջմիածնի պատարագը կներեք, հեսա հարցը պատասխան։ Մայրաթոռի այդ հոգևոր միջոցառումները, որ վարում է կաթողիկոսը, որի դեմ է վարչապետը եւ այլն թիմակիցները, դուք դա ուղիղ լուսաբանում եք, բայց տասնյակ լրատվամիջոցներ կանգնում են այնտեղ ու ուղիղ եթեր են տալիս իրենց միջոցներով։ Ինչն են ուղիղ եթեր տալիս։ Մայրաթոռի պատարագը, օրինակ էս վերջին դուք ազատությունը հեռուստաընկերություն չի, բայց այստեղ չգիտեմ կան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, բայց բոլորը տեղյակ են, որ երբ որ լինում է որևէ իրադարձություն Մայրաթոռում, հանրային հեռուստաընկերությունն է ուղիղ եթերը ապահովում։ Վերջին իրադարձությունը, եթե չեմ սխալվում, տաճարի բացման վերահոսման, թե բացման հիմա կարող է ճիշտ չձևակերպեմ արարողություններ, որը կրկին հանրային հեռուստաընկերությունը ապահովում էր ոչ միայն իր, այլև բոլոր հեռարձակողների, այդ թվում նաև on-line հեռարձակողների ուղիղ եթերը հանրային հեռուստաընկերությունն էր ապահովում։ Եվ հանրային թողեք ավարտեմ, որին նաև վարչապետն է մասնակցում։ Թողեք ավարտեմ, ժողովուրդ ջան, թողեք ավարտեմ։ Եվ հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն դրան է օգնել, այլև օգնել ընդհանրապես տեխնիկական վերազինման մասով տաճարի, որպեսզի այնտեղ ուղիղ եթերները, այսինքն տեխնիկական մասնագետները մեր տարածքում աշխատել են, որպեսզի այդտեղ ուղիղ եթերները կազմակերպվեն պատշաճ ձևով տեխնիկապես։ Նկատի ունեմ հանրայինը դեռ ամիսներ առաջ էր ներգրաված այս process-ում եւ անընդհատ զատիկի ուղիղ եթերները ով է ապահովում ձեր կարծիքով եւ ընդհանրապես այս ամեն ինչ ով է ապահովում։ Բարձր են գնահատում ձեր լրագրողական հարցից խուսափել։ Խնդրում եմ կոնկրետ ասել, վերջինը կաթողիկոսի գաղափարության այդ 26-րդ ամյակի նվիրված պատարագը ինչու հանրային հեռուստաընկերությունը ուղիղ չի հեռարձակել։ Շատ լավ։ Չէ, եկեք հերթով պատասխանեմ, հերթով պատասխանեմ, հարցը մոռանում եմ, էլի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Կկրկնես հարցը։ Հարցը հետևյալն է, ինչու հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել Կիրակի օրը Մայրաթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ ամյակին նվիրված պատարագը, ինչպես օրինակ լուսաբանում էր մեկ այլ պատարագ։ Շատ լավ, ես ձեզ ասեմ ընթացակարգը, երբ որ հանրային հեռուստաընկերությունը որևէ պատարագ լուսաբանում է, հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, դիմում են, քննարկվում է, դա տեղանքի զննությունն է կատարվում, դա մեծ աշխատանք է, դա այնպես չի, որ այդ ձեր համեմատականը Հովանավանքի հետ, որտեղ մի տեսախցիկով ուղիղ եթերը հեռարձակվում եւ մեծ իրադարձություն լուսաբանելը, դրանք տարբեր բաներ են։ Նախապես դիմում են, քննարկում են, ներողություն մի ընդհատեք, էլի խնդրում եմ։ Դիմում են եւ դա ըստ այդմ նաեւ դիտարկվում, այս դեպքում ոչ մի դիմում չի եղել։
Այսինքն մայրաթորը Ներողություն, այսինքն մի րոպե, այսինքն միջև հանրային հեռուստաընկերությանը իրադարձության մասին դիմում չեն տալիս, չեք գնում նկարելու հրդեհա, պաժառա, երկրաշարժա, ես ձեզ տեղեկացրեցի, ինչպես ենք մենք աշխատում առաքելական եկեղեցու մասով իրենց դիմումի հիման վրա։ Ես եթեով չեմ կարող ձեզ պատասխանել, այդպես եթեով կարող ենք ամեն ինչ եթեով ասել։ Մայրաթորից հաջորդ միջոցառման համար դիմել, հանրային խնդիր չի տեսնում, ուղղակի իրենք չեն դիմել։ Գայանի ջան, ասում եմ, եթեով չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Հիմա դուք ասում եք, եթե այսպես լիներ, այսպես կլինի, ինչպես պատասխանել։ Հիմա որ ձեզ նույն հարցը ձեզ տան, եթեով կարող եք պատասխանել։ Ես ձեզ տեղեկացրեցի ընթացակարգը, Պարոն Մովսիսյան, դուք ասում եք մեկ տեսախցիկով է, չէ՞, պատարագը լուսաբանվել։ Այո, եթե չեմ սխալվում, կարող 1-2 Այսինքն այդ մեկ տեսախցիկը եղել է հանրային հեռուստաընկերությանը, թե Նիկոլ Փաշինյանի անձնական չասեմ, կառավարության տեսախցիկները։ Դա հանրայինն է, հանրայինն է եկել։ Բայց այնտեղ մեկ չէր, ես այնտեղ եմ։ Շատ լավ, երկուսներ, ինչ խնդիր կա, 3-ներ, 4-ներ, 10-ներ, ինչ կապ ունի։ Դուք հարցը տալիս եք ինձ, ասում եք ինչի եք դա, եթե հեռարձակել, ասում եմ իսկ դուք ինչի եք հեռարձակել, ասենք այդտեղ լոգիկա պետք է։ Ինչ կապ ունի։ Կներեք, Նարեկ ջան, դուք ասում եք, դուք իրենց ասում եք, մի ընդհատեք, դուք եք հիմա ընդհատում, թողեք պատասխանը։ Բայց մեր փողերից չի հասկանում, մեկ մասնավոր հեռուստաընկերությունը ֆինանսավորում հարկատուների փողերից է։ Այսինքն դուք պատասխանատու եք բոլորի առաջ, չէ՞։ Ինչ որ մեկի փողերից է, ասել ասում հանրության գումարներով այդ լուսաբանումը կատարվել է, ինչպես բոլոր իրադարձությունները, որ լուսաբանվում են հանրային հեռուստաընկերությամբ։ Եվ երբ որ դուք տասնյակ լրատվամիջոցներով դա լուսաբանում եք, ոչ մեկ չի զարմանում, չէ՞, ինչի է օրինակ Հովանավանքը լուսաբանում, ձեզ չեմ ասում կոնկրետ, ովքեր որ լուսաբանում են, միգուցե նաև դուք։ Ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, չէ՞, ինչի ենք լուսաբանում։ Այդ դեպքում ինչի է հարց առաջանում, հանրայինի ինչու է լուսաբանում։ Հետո էլ երբ որ չի լուսաբանում, ներողություն էլի, Գայանե ջան, մի ընդհատեք ինձ։ Գայանե ջան, միտքս կտրվում է, մի ընդհատեք։ Հիմա սա բանավեճ է։ Միտքս կտրվում է, Նարեկ ջան, ճեպազրույց գիտեմ ինչ է։ Եվ հիշեք դուք ինչպես էիք հարցեր տալիս բան։ Ես շատ լավ հիշում եմ, Նարեկ ջան։ Էլի միտքս ընդհատվեց, տեսա։ Լավ, եթե ընդհատվեք տասնյակ։ Հա, լավ, տասնյակ լրատվամիջոցներ, մերսի որ հիշեցրեցիր։ Դու ընդհատեցիր, դու հիշեցրեցիր։ Տասնյակ լրատվամիջոցներ, երբ որ լուսաբանվում են, որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, իսկ ինչի է լուսաբանում դա։ Օրինակ ազատությունը ամեն օր անդրադառնում է, չէ՞, Հովանավանքի ինչ որ մի ձևով, ինչի է անդրադառնում։ Երբ որ այնտեղ իրադարձություն կա, դա լուսաբանվում է, ինչ կա այդտեղ զարմանալու ժողովուրդ։ Այսինքն ինչ կա այդտեղ երկակի ստանդարտներն են։ Ինչը չեք ընտրում, ինչը լուսաբանեք, ինչը չէ։ Հիմա դուք օրինակ էլի մի շարք միջոցառումներ են տեղի ունենում, չէ՞, իրադարձություններ։ Մեկին կալանավորում են, կալանքի խափանման միջոցներ են քնում, որտեղ 20 լրատվամիջոց 30 ու 40 է ուղիղ եթեր տալիս։ Հանրայինը տալիս է, չի տալիս։ Հարցն է, որ Կոնկրետ ինչի մասին ենք խոսում։ Ներողություն, դուք հիմա մեղադրանք եք հնչեցնում։ Եթե կոնկրետ, ասի կոնկրետ դեպք ասեք, այտենց օթում ասել այսպիսի բաներ, կոնկրետ դեպք ասեք։ Պարոն Մովսիսյան, կոնկրետ դեպք կա։ Չէ, ներկներեք, էլի կոնկրետ դեպք կա։ Ինչ տարբերությունով է ասում։ Չէ, հարցը տվել է Գայանեն, դրա համար կոնկրետ դեպք եմ ուզում։ Ես օգնում եմ կոնկրետ դեպք եմ ասում։ Ես ասում եմ, բազմաթիվ մարդկանց չէ տանում են, կալանավորում են, հարկատուներ, քաղաքական Սամվել Կարապետյան։ Կոնկրետ դեպք եմ ասում։ 10 ժամերով Կոնկրետ դեպք։ Սամվել Կարապետյանի։ Հա, ձեր օրինակն է ուզում, հա, ինչ։ Չի լուսաբանվել հանրայինում։ եթեր է տալիս հանրային ուղիղ եթեր։ Հա, ձեզ համար խնդիրը ուղիղ եթերն է։ Խտրական մոտեցման տարեր։ Որտեղ է խտրական մոտեցում Որ ասում։ իշխանության ներկայացուցիչներն օրինակ ազգային ժողովում ապահովում եք ուղիղ եթեր, բայց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։ Ժորդ, ես ամեն անգամ գալիս եմ այստեղ, այս հարցեր հնչում են, ամեն անգամ ստեղ էլ կրկնեցի, հիմա էլ չեմ զլանում կրկնել, ներողություն։ Մի գնահատեք էլի, եկեք թողեք ես պատասխանեմ։ Ամեն անգամ, այս պետք է այս նոր խորհուրդ հնչեց շատ լավն է, պետք է հրապարակենք անուններ, ովքեր են մերժում գալ հանրայինի եթեր եւ պատասխանել հարցերին։ Երբ որ դուք ասում եք հանրայինը օբյեկտիվ չի, չնայած հանրայինը հələ որ մինչև այս պահ եղած հարցումներով ամենավստահելին է։ Երբ որ դուք ասում եք հանրայինը օբյեկտիվ չի, ես էլ ձեզ ասում եմ, մի հատ գնացեք հարցրեք այն մարդկանց, ովքեր որ չեն գալիս հանրայինի եթեր, ովքեր որ մինչև այսօրվա նիստը ինչ որ բողոքներ են ունեցել հանրայինից, ուր են այդ մարդիկ։ Ինչի չեն գալիս այդ մարդիկ, Լիլիթ Գալստյանի պես, դրա համար ամեն անգամ ասում եմ շնորհակալ եմ իրեն, որ գալիս է ուղիղ հարցնում է։ Ինչի չեն գալիս, այդ հարցերը մեզ տան ուղիղ նայելով մեր աչքերի մեջ։ Կամ ինչի չեն գալիս, մեր հրավերներին չեն արձագանքում եւ չեն գալիս եթեր։ Այս հարցը իրենց տալիս եք։
Ներողություն, պարոն Մովսիսյան, մենք այլ հարց ենք տալիս։ Երբ որ դուք բարձ ձև ասեմ, եթե ձեզ փաստեր են պետք, մտեք լուրերի YouTube-յան ալիքը, լայվ բաժին մտեք ու տեսեք, որ միայն իշխանականների ճեպազրույցներն են, բայց ազգային ժողովում ընդդիմադիրներն էլ են ճեպազրույց տալիս, դա էլ չէ քերարձակում, դա էլ տաղավար գալ չի, որ ասեք, այ չեն գալիս տաղավար։ Ես ճիշտ եմ հասկանում, մեղադրանքը այն է, որ մենք չենք լուսաբանում։ Լավ, հարցի շատ լավ, հարցը նրա մասին է, որ մենք հավասար չենք լուսաբանում։ Ես հիմա ձեզ պաշտոնապես ասում եմ, կարող եք դիմել բոլոր ընդդիմադիր падգամավորներին, ես էլ եմ ցենց եթերով եմ տեղեկացնում, իրենց անձամբ էլ զանգում են խմբագիրները տեղեկացնում են, հրավիրում ենք եթեր։ Դուք ասում եք, չէ, հիմա մի րոպե, դուք ասում եք մենք ուղիղ եթերում չենք տալիս, ճեպազրույցը չգիտեմ ինչ է, հիմա տենց չեմ հաշվել դա, ասում եմ հրավիրում ենք, եկեք, եթե խնդիր կա իրենց եթեր տալու հետ, հրավիրում ենք։ Իսկ այստեղ ինչ է բանվում հավասար իշխանական եւ ընդդիմադիր Նոր գիտեք ինչ հարցնչեց, ասեց Տիկին Գալիսյանը ռեպորտաժը ինչի է այսպես կառուցվել։ Չէ, ես ռեպորտաժ չեմ ասում։ Դե հիմա դրա համար եմ ասում, ժողովուրդ ջան, եթե հարցը ամբողջացնեմ, հարցը այն է, որ մենք հավասար չենք լուսաբանում։ Ես էլ ասում եմ ձեզ, հրավիրում ենք բոլոր այն մարդկանց մեր եթեր, ում հավասար չենք լուսաբանում։ Էլ ոնց անենք, որ հավասարություն լինի։ Սա այստեղ Ժոր, դա ավելի լավ տեսակ է, երբ որ մարդիկ այդ վատ տեսակով, երբ որ մենք ունենք գործընկերներ, ովքեր տարիներ շարունակ բողոքում են հանրայինից, բայց խուսափում են գալ հանրայինի եթեր, հարցերին պատասխանելու։ Ինչ վատ փորձ։ Եթերները ուղիղ չեք տալիս մարդկանց։ Ասում եմ ինչ վատ փորձ։ Մեկը գիտեք, որ ասել է, որ մենք մոնտաժել ենք։ Մեկի անունը կտակ, որ մենք մոնտաժել ենք եթեր տալուց ինչ որ հարցազրույց։ Բայց հարցազրույցը այդ եմ ասում, ուրիշ ժանր է, մարդիկ այստեղ ճեպազրույցներ են տալիս։ Այդ ճեպազրույցին խոսացածը չեն կարող գալ եթերում հարցերին Բայց պատասխանել։ ինչու դուք այստեղից չեք տալիս։ Որտեվ Ես հիմա չեմ ասում մենք չենք տալիս։ Ես չեմ ասում մենք չենք տալիս։ Մի րոպե, ես չեմ ասում մենք չենք տալիս։ Դա փաստ է։ Հիմա փաստը ես ունեմ ձեռքիս տակ։ Հիմա չեք նայելու YouTube-ը բանենք։ Ես ձեզ ասում եմ Ժորժ ջան, եթե մեղադրանքը, ես ձեզ բազմիցս ասել եմ, եթե փաստ կա, հարցումը ուղարկեք, արձագանք ենք պատշաճ։ Սենց ոտքի վրա փաստեր չենք նայելու։ Բայց ես էլի եմ ասում, եթե այդ մարդիկ բողոքում են, որ այստեղ ճեպազրույց են անում եւ ուղիղ եթերում չեն, ես էլ իրենց կոչ եմ անում, եկեք եթեր, առանց մոնտաժի մասնակցեք հաղորդմանը եւ պատասխանեք հարցերին։ Գիտեք, ինձ մոտ շատ հաճախ տպավորությունը այլընտրանք չեմ առաջարկում եմ իրանց եթեր։ Եվ ինձ մոտ շատ հաճախ տպավորություն է, որ պարզապես մարդիկ խուսափում են հարցերին պատասխանելուց, ոչ թե ուղղակի խնդիր ունենք։ Ինչ։ Լավ, մի Մեկ այլ խտրական մոտեցման մասին, տեսեք, դուք եւ եկեղուց, քանի որ հանրային է հեռուստաընկերությունը, դուք եւ պետք է աջակիցներին եկեղեցու տակ եւ իշխանությանը, ճիշտ է։ Բայց այդ պարագայում ինչու է օրինակ լուրերի բաժնում կամ վերնագրերում դուք գրում եք Կտրիչ Ներսիսյան, դուք արդյոք այստեղ պահում եք այդ տեսեք, այն մարդկանց շահերը, որոնք եկեղեցու դեմ քննադատում են։ Ես հիմա հանրայինի եթերում եւ YouTube-յան ալիքներում հարյուրավոր տեսանյութեր կան, եթե կոնկրետ ինչ-որ բանից եք հարցում, խնդրում հարցում ձևակերպեք, որ ես հասկանամ կոնկրետ բանի արձագանքը։ Լուրերում չեք օգտագործում, մեկնաբանները չեն ասում այդ բառը, այդ անունը։ Քիչ առաջ մեզ մեղադրում են, որ հյուրերն էլ են ասում։ Չէ, հյուրերը։ Դե ես ձեզ ասում եմ, երբ որ հարցազրույց է, երբ որ այդ թեմայով խոսում են, կոնկրետ ուղարկեք ինչից ենք մենք խոսում, որ այս վերնագիրը, այս մարդը ինչ է ասած, ես ձեզ բան կամ։ Հետո լուրերի թողարկումները ուղարկեմ ձեզ։ Հարցումով ուղարկեք կոնկրետ ձևակերպած ինչից ենք մենք խոսում, որպեսզի ընդհանրական։ Պարոն Մովսիսյան, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են հայտարարություն տարածել հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտություն են տեսնում եւ ասում են, որ չի ծառայում հանրությանը, չի տարբեր հասարակական կազմակերպություն, դե օրինակ Պարոն Հայրիկյան, Հայկ Դեմոյան, Վահե Դարբինյան, Ժաննա Ալեքսանյան, Լարիսա Ալավերդյան, Նինա Կարապետյանց բոլորինը թվարկեմ։ Էլի կա։ Հա, բազմաթիվ Քանիսն են։ Այս պահի դրությամբ մի քանի կազմակերպություն եւ բայց Իսկ իրենցից քանիսն են ընդհանրապես մեդիայի հետ առնչվող հասարակական կազմակերպություններ։ Ժաննա Ալեքսանյանինը մեդիայի հետ առնչվող, Նինա Կարապետյանցը իրավապաշտպաններ միջև վերջերս, բայց մարդ են իրենք, հանրության ներկայացուցիչ են իրենք։ Եվ տեսնում են, որ հանրային Շնորհակալ եմ հարցի համար, այս հարցը մեզ հարցումով էր եկել, մենք տեղեկացրեցինք, որ մեզ ընդհանրապես չեն հրավիրել նման քննարկման, դա մեկ։
քննարկումը եղել, չգիտեմ անկեղծ ասած որտեղ տեղյակ եմ որ քննարկումը եղել է, մեզ դիմել են, արձագանքել են, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր, ինչից են նման եզրահանգման գալիս, թող ուղարկեն մեզ, որովհետև գիտեք շատ հեշտ է, օրինակ այսօրվա օրինակով ձեզ վերեցի, շատ հեշտ է գալ ազգային ժողովում, մեղադրանքներ հնչեցնել, տարբեր կողմերից չեմ ասում մենակ ընդդիմություն, մեղադրանքներ հնչեցնել, երբ որ մենք գալիս ենք այստեղ, տեսնում եք ինչ դատարկ դահլիճում անցնում այս քննարկումը։ Այսինքն եթե կան այդ մեղադրանքները, նույն այս գործընկերներին մեր, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր, թող դիմեն, ասեն, ինչու է այսպես, ինչու է այսպես, ինչու է այսպես։ Ցուցակներ կան հանրայինում, որ արգելված մարդկանց Սև ցուցակ, ով է ասել որ հարցում եմ, ասում եմ կան։ Չէ, դե հիմա տենց կարելի է ամեն ինչ հարցնել, ոչ իհարկե։ Հանրայինի խմբագրական քաղաքականությունը ով է որոշում, պարոն Մովսիսյան, որ իրադարձությունը լուսաբանել, որը անտեսել, եւ արդյոք վարչապետի աշխատակազմից ձեզ ուղղված ցուցումներ կան այս թեման լուսաբանել, այս մեկը անտեսել կամ այս մեկին հրավիրել տաղավար, այս մեկին ոչ։ Ցուցակներ չկան իհարկե, քիչ առաջ էլ ասեցի, ինչ վերաբերվում է խմբագրական քաղաքականությունը, հանրայինը ունի տարբեր խմբագրակազմեր, տարբեր ուղղություններով։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ այդպես է, եւ նույնն էլ լրատվականում կան տարբեր խմբագրություններ, տարբեր ուղղություններով, եւ խմբագրական քաղաքականությունը որոշում է քննարկումներով մասնագետների միջև։ Պարոն Մովսիսյան, երբ որ հանրայինը հերարձակեց, կրթվել է նորաձև է այդ միջոցառման տեսանյութը, ուսումնասիրություն իրականացվել էր թե ոչ, արդյոք դա հանրությանը հետաքրքրում է թե ոչ, ով էր իրականացրել ուսումնասիրությունը, ինչ շրջանակներում էր իրականացվել ուսումնասիրությունը, որ եկել էին դա հանրայինով հերարձակելու բանին, որոշմանը։ Ես եթե չեմ սխալվում, այդ հարցին մենք նաև հարցումով էինք արձագանքել, միգուցե դուք չէիք։ Տասնյակ կազմակերպություններ հանրայինին դիմում են տարբեր հեռարձակումներ իրականացնելու, այդ թվում ձեր նշած մեդիա հկներից էլ կան, որոնք տեսանյութեր են տրամադրում, մենք հաղորդումների շարք ունենք, նույն լրատվական ալիքում հեռարձակվող, որը մեդիա հկ ինտերնյուզի մեդիա նախաձեռնությունների կողմից էր պատրաստվել, տարբեր հոլովակներ, ֆիլմեր եւ այսպես շարունակ։ Եվ դա էլ եղել էր նույն լոգիկայի մեջ, եւ ես ձեզ ավելին ասեմ, այդ նույն տեսանյութը, որից որ խոսում ենք, հեռարձակել են նաեւ մյուս հեռուստաընկերությունները։ Այսինքն հիմա էլի կասեք հանրային է, ասել ասում եմ հանրայինը հեռարձակում է նույն այդ ՀԿ-ների ներկայացրած այլ հոլովակներ, ֆիլմեր, հաղորդումների շարք, մի քանի եթերաշրջան, եւ որևէ խնդիր մենք չենք տեսել այդտեղ։ Ես որ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի մասին հոլովակներ նկարեմ եւ ուղարկեմ առանց ակնկալիքի ֆինանսական դուք զուտ կհրապարակեք դա Տեսեք, Հայաստանում հանրայինի մասին կա առանձին օրենսդրություն, որտեղ ներկայացված են այն բոլոր դեպքերը, որ հանրայինը կարող է եթերաժամ տրամադրել անվճար, եւ դա նաեւ սոցիալական հոլովակներին է վերաբերվում, որոշ դեպքերում նաեւ ֆիլմերին, եւ այդպես շարունակ։ Բայց այնուհանդերձ վարչապետին տրամադրել այդ եթերաժամանակային էլ prime time-ին դա արդյոք վարչական ռեսուրսի չարաշահում չէր, հատկապես որ էլի չեք ասում թե ինչ ուսումնասիրություն է իրականացվել մինչև դա հեռարձակել է։ Շատ լավ, ես էլ ձեզ ասում եմ, երբ որ մենք բերում ենք օրինակներ բազմաթիվ հեռարձակումների, պայմանական օրինակ եմ բերում զուտ համեմատելու համար։ Մենք հեռարձակում ենք, եթե չեմ սխալվում, 3 եթերաշրջան կոռուպցիայի կանխարգելման մասին հաղորդում, որը տնտեսական հետո դարձավ, թեմատիկաները փոխվեցին, հա։ Այդ ժամանակ որևէ մեկը չէր հարցնում, պարզ է, որովհետև այստեղ թեման հետաքրքիր է։ Ես էլ ձեզ ասում եմ, բա որ հետաքրքիր է, հիմա մենք էլ խոսում ենք այդ թեմայով, դուք չեք կարծում, որ հետաքրքիր է դա հանրությանը, որ դա հեռարձակվի։ Բայց ուսումնասիրություն կա, չէ՞, տենց մի կազմակերպություն կա հանրային ուսումնասիրության ինչ-որ կենտրոն։ Չկա, դա 2019 թվականից դա չի գործում, հանրային հեռուստաընկերության խորհուրդը դրանից հետո ստացավ ֆինանսավորում եւ լիազորություն տարեկան հարցումներ իրականացնելու, որոնցից առաջինը այս տարի իրականացվեց, այս տարի մենք ունեցանք արդյունքները, բայց դա կոնկրետ ինչ-որ տեսանյութերի մասին չի, էլի ավելի լայն հարցում։ Արվել է միջև հեռարձակելը, թե ոչ, պարոն Մովսիսյան։ Այն կարծիքի հետ ծանոթացել եք, թե ոչ, ուզում են նման կոնտենտ, թե ոչ։ Տեսեք, մենք մեր իրավական հնարավորությունների շրջանակում դիտարկում ենք ամեն տեսանյութ հեռարձակելուց։ Եթե այդպիսի տրամաբանությամբ շարժվենք, մենք եթեր չենք կարող հեռարձակել, ամեն ինչ չես կարող ուսումնասիրել հանրության տեսակետից, բայց կարող ես իրավակարգերի շրջանակներում հասկանալ ինչ հեռարձակել, ինչը ոչ։ Եվ նաև ըստ առաջնահերթության, ըստ հետաքրքրության։
որովհետև էլի եմ ասում, տասնյակ օրինակներ ունենք, ուղղակի չեմ հիշում ում հարցումներ, որ պատասխանել էինք, ձեր հարցումներ, հա, օրինակները ձեզ տվել ենք, ինչքան օրինակներ ունենք մենք հեռարձակումների եւ դա վաղուց այդ պրակտիկան կա, այնպես չի որ վերջին տարիներին է դա եղել։ Եվ արդյունավետության հետ կապված, պարոն Մովսյան, օրինակ հիմա ասում են շողակատը արդյունավետ չի եւ այլն, բայց եթե դիտարկենք հանրային հիմնական հեռուստալիքը եւ լուրերինը, բովանդակությունը լրատվականի առումով գրեթե նույնն է, 1-2 հաղորդում է, որ լրատվականով գնում է եւ հիմնականով չի գնում։ Հիմա նպատակը ո՞րն է ունենալ առանձին լրատվական ալիք եւ նույն բանը լուրերի մասով ցույց տալ, ինչ արդեն իսկ հիմնականը հեռարձակում է։ Շատ լավ ասեմ, քանի որ ես ստանձնեցի հանրայինի կառավարումը 2020 թվականի նոյեմբերի 11-ին, երբ որ կարիքը շատ մեծ էր, կարծում եմ կհավաստեք, կարիքը շատ մեծ էր լրատվության ընդհանրապես տեղեկության ինչ է կատարվում, մենք այն ժամանակ հանրայինի առաջին ալիքի եթերում ժամը 1 լրատվական ֆորմատներ դրեցինք, այսինքն փոխեցինք ամբողջ եթերացանցը եւ դրա կարիքը իրոք կար եւ այդպես մոտավորապես մի 5 թե 6 ամիս աշխատեցինք, բայց հետո ստացվեց այնպես, որ մենք խախտում էինք մեր բաժանումները, այսինքն եթերացանցի տոկոսային բաժանումները եւ դա կոնկրետ խախտում էր հանձնաժողովի կողմից արձանագրված, որից հետո մենք որոշեցինք, որ պետք է անցնենք լրատվական ալիքի ֆորմատի, քանի որ իրոք կարիքը կար եւ այդ ժամանակ հանրային նաեւ բազմաթիվ զանգեր էինք ստանում, որ լրատվությունը պետք է եթերում ավելի շատ լինի եւ արդյունքում մեր առաջարկը եղավ ստեղծել լրատվական ալիք, որից հետո ստեղծվեց ալիքը եւ հիմա ժամը 1 ֆորմատով, այսինքն այն ֆորմատով, որ մենք այն ժամանակ ներդրեցինք, հեռարձակումները իրականացնում ենք եւ ես կարծում եմ նաեւ այն վարկանիշը, որ ունի այդ ալիքը, ցույց է տալիս իր արդյունավետությունը, հատկապես համապետական հեռարձակման անցնելուց հետո եւ այս դեպքում, երբ որ դուք ասում եք ինչու է լրատվությունը նույնն է, որովհետեւ ըստ էության լրատվական ալիքը, որը նախկինում լրատվական ծառայություն էր, այնտեղ է կազմվում լրատվական թողարկումը եւ որոշակի ժամերի շատ ավելի քիչ, հիմա ժամերը շատ քիչ են առաջին ալիքով նկատի ունեմ լուրերի եւ հիմա հիմնական եթերը տեղափոխվել է լրատվական ալիք եւ եթե կարիքը չլիներ, ես ձեզ հավաստում եմ այդ ալիքը դիտելիություն չէր ունենա, մինչդեռ վարկանիշային աղյուսակում այն բավականին բարձր տեղ է զբաղեցնում։ Եվ կաթողիկոսին տալու եք եթերաժամանակ ամանորից 10 պակաս, թե էլի 6.5։ Տեսեք, մենք եթերացանցերը քննարկում ենք որոշակի բաժանումներով, կա գարնանային եթերաշրջան, կա աշնանային եթերաշրջան, կա տոնական եթերաշրջան, որը տարվա հետ չի կապված, այսինքն դեկտեմբեր ամիսն է մինչև հունվարի կեսերը, եւ մենք դեռ այդ քննարկումներին չենք անցել։ Բայց դուք հակված եք իրեն 10 պակաս եթեր տալ, թե ավելի շուտ։ Դա անձամբ իմ որոշելիքը չէ, այսինքն այնպես չի, որ ես պետքա այնպես չի, որ ես պետքա որոշեմ, կա հանրային հեռարձակողի խորհուրդ, կա կառավարման մարմին եւ այնպես չի, որ միանձնյա կառավարում պետք է լինի։